Սարտիկ մարզադպրոց ուղղակի տնօրենն եմ, Գոռոմով Սիսյանը։ Մեր մարզադպրոցում գործում են երկու սպորտաձևեր՝ բասկետբոլ և վոլեյբոլ։ Անցած տարվա ընթացքում 24-25 մրցաշրջանի ընթացքում մասնակցել ենք 6 թիմով, պատանեկան 6 թիմով, ունեցել ենք բավականին մեծ արդյունքներ, գրեթե բոլոր թիմերով դուրս ենք եկել փլեյօֆ փուլ։ Մեր 18 տարեկան պատանիները, 14 տարեկան պատանիները դուրս են եկել կիսաեզրափակիչ, եզրափակիչում ցավոք պարտություն ենք կրել երևանյան հզոր ակումբներին, բայց գրավել ենք 3-րդ տեղը։ Ունեցել ենք հավաքականի, Հայաստանի հավաքականի անդամներ Դավիթ Նկագոյան, որը մասնակցել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության, ինչպես նաև Հայկը Կարախանյան մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած B դիվիզիոնի 20 մինչև 20 տարեկանների առաջնությանը։ Ներկայումս էլ բասկետբոլ և վոլեյբոլ սպորտաձևերով երեխաները շատ մեծ հաճույքով զբաղվում են և փորձում են համալրել հավաքականի կազմը և ինչու՞ չէ դառնալ չեմպիոններ։ Տեխնիկում ավարտելուց հետո հետ եմ վերադարձել Արտիկ, աշխատել եմ մարզիչ մինչև այսօր։ Նոր թիմ ենք ստեղծել, լավ երեխեք են, անցած տարի մի քիչ ձախողվեց մեր մրցումները, լավ չներկայացանք, բայց ինձ թվում է այս տարի կարտարացնենք մեր հույսերը, չգիտեմ, լավ կլինի։ Աշխատում ենք երեխեքի համար, մեր երեխեքը, մեր ծնողները մեր կողքին կանգնած, ես նաև շատ հվարդանում եմ, երբ ծնողը գալիս է մարզադպրոց, տեսնում է իր երեխու աշխատանքը, իր երեխու հաճախած վայրը, մաքրությունը, ամեն ինչ, ու ողջունելի կեղնի, եթե մեր մյուս ծնողները տեսնեն, հասկանան, որ սպորտը ոչ միայն առողջություն է, նաև երեխեքի մոտ ձևավորում է կոլեկտիվ հասկացողություն, մենք մրցումների ենք գնում, դուրս ենք գալիս, երեխեք իրար հետ շփվում են, ամեն ինչ շատ լավ է։ Նահաբեդյան Յուրի 1973 թվականից աշխատում եմ Արտիկի քաղաքային մարզադպրոցում, աշխատել եմ և տնօրեն, և մարզիչ, 17 տարի տնօրեն, մնացած ժամանակահատվածը մարզչական աշխատանքին եմ նվիրել, զարգացրել եմ բասկետբոլով, բազմիցս անգամ դարձել ենք հանրապետության չեմպիոն, մոտավորապես մի 22 անգամ Հայաստանի չեմպիոն, որից 10 աղջիկներ են։ Մեծահասակներին 3-րդ անգամ հանրապետության չեմպիոնն ենք։ 71-2 թվերով 1987 թվականին դարձել ենք ԽՍՀՄ չեմպիոն։ Ներկայումս այս վերջի 2 տարիներին չհաջողվեց առաջ տեղ գրավել, գրավեցինք մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը, անցած տարի 16-երը ձեռքից բաց թողեցին, 2 շրջան գնում էին առաջի տեղ, բայց բաց թողին վերջի պահին և ընկանք 2-րդ տեղ, 2-րդ մրցանակային տեղ։ Այս տարի 3-րդ տեղ բրոնզե մեդալակիր դարձանք ու պատրաստում ենք նորից 18 տարեկանների մրցումներին, մեծերի, տեսնենք ինչպես կստացվի հաջողությունը։ Ինչպես տեսնում եք, նաև վերցրել եմ փոքր տարիքի տղաներ, տեսնեմ կհասցնեմ սրանց իրենց բաղձալի նպատակներին։ Նաև մեր, իհարկե մեր նաև դպրոցի։ Նաև ասեմ, որ իմ սաներից 2 տարի անընդմեջ Դավիթ Կագոյանը Հայաստանի Հանրապետության կազմում դարձավ 3-րդ մրցանակակիր, բրոնզ շահեցին։ Հայաստանի բազմագի անգամ դարձել է լավագույն կենտրոնական խաղացող։ Այսպես աշխատում ենք, էլի աշխատում ենք, որ լավ ցուցանիշներ ապահովենք դպրոցի համար, հանրապետության համար։ Այսքան է։